Անցավ ևս մեկ շաբաթ, եւ այս ուրբաթ 10-րդ դասարանների հյուրն էր լեգենդար մի անձնավորություն, սպորտսմենուհի, հայ անվանի ծանրորդուհի, հայկական սպորտի թագուհի, Հայաստանի ծանրամարտի վեցակի, Եվրոպայի կրկնակի եւ աշխարհի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Նազիկ Ավդալյանը։ Ողջունում եմ սիրելիներս եւ շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ խոսել ձեր սերնդի, ձեր տարիքի երիտասարդների հետ, քանի որ իմ համար ամենահաճելի համենայնդեպս շփումներից մեկն է, որովհետև այնքան բան եմ ուզում փոխանցել, ես որպես այդպեսին չեմ ուզում խոսել իմ մասին, բայց որ գիտեմ կարա ինչ-որ մեկի ուղեցույց հանդիսանա, ես դա անում եմ մեծ սիրով ու շատ ուրախ կլինեմ, եթե հարցեր կունենաք ձեզ հետաքրքրող, շատ ուրախ կլինեմ կարողանալ պատասխանել։ Մինչ հանդիպումը աշակերտները դիտել էին ռեժիսոր Աննա Մաքսիմի մեդալի հակառակ կողմը ֆիլմը, որը պատմում է Նազիկ Ավդալյանի կյանքի, սպորտային կարիերայի, դժվարությունների եւ անցած ծանր, սակայն հերոսական եւ հաղթական ուղու մասին։ Ամենը հիմնված է իրական դեպքերի վրա։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2024 թվականի սեպտեմբերի 12-ին Երևանում եւ այդ օրվանից ցուցադրվել է մի շարք երկրներում ու մասնակցել մի շարք միջազգային կինոփառատոներում՝ Կանադայում, Ավստրալիայում, Չինաստանում, Ղազախստանում, Հայաստանում, Ռուսաստանում։ Պրեմիերայի ժամանակ ես էլ կարելի ասել առաջին անգամ էի նայում ու ես մի քանի մեսիջներ կար, որ ուզում էի փոխանցել։ Ինձ հետաքրքիր էր, արդյոք դա փոխանցվել է թե ոչ, բայց ուրախությունից, այո, մենք կարողացել ենք դա փոխանցել ու շատ տարբեր նամակներ, նույնիսկ քաղցկեղով հիվանդ մարդիկ կամ այն մարդիկ, ովքեր որ մասնագիտական ընտրություն են ուզում անել, հարյուրավոր ու հազարավոր նամակներ եմ ստացել, որ իրենց ոգեշնչել է այդ ֆիլմը ու դա ինձ համար ամենակարևորն էր։ Ես միշտ ուզեցել եմ իմ մասին ֆիլմ նկարվել, որպեսզի ես այն ինչ ուզում եմ փոխանցել, կարողանամ հեշտ փոխանցել։ Դերասանը խաղացած էմոցիաները նման են ձեր կյանքում ապրած էմոցիաներին։ Ինչ վերաբերում է ցավերին, թե ոնց էր արձագանքում Աննան, դա այդքան չէ, Աննան փորձել էր ցույց տալ արդյունավետորեն, ինչ որ ես զգում էի, բայց ես վնասվածքներ եմ ստացել, իմ մարզիչ այդ պահին չի իմացել, որ ես վնասվածք եմ ստացել։ Ես իմ էմոցիաները միշտ պահել եմ, չեմ ցույց տվել։ Համառոտ ծանրամարտի մասին։ Ծանրությունների բարձրացման մրցումները հայտնի են հնագույն ժամանակներից, սակայն առաջին պաշտոնական մրցումները կազմակերպվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում 19-րդ դարի կեսերին։ Ծանրամարտը որպես առանձին մարզաձև ընդգրկվել է 1896 թվականի ժամանակակից առաջին օլիմպիական խաղերի ծրագրում։ Եվրոպայի առաջին առաջնությունը տեղի է ունեցել Ռոտերդամում կրկին 1896 թվականին, իսկ աշխարհի անդրանիկ առաջնությունը 1898 թվականին Վիեննայում։ 1912 թվականին ստեղծվել է ծանրամարտի համաշխարհային ֆեդերացիան։ Հայաստանում ծանրամարտը սկզբնավորվել է 1927 թվականին, երբ Հանրապետական սպորտ կոմիտեինքից կազմակերպվեց ծանրամարտի խմբակ, իսկ 1928 թվականին Հանրապետական ֆեդերացիա։ Այս մարզաձևը երկար տարիներ կապում էին տղամարդկանց հետ։ Աշխարհում թնդում էին այնպիսի հայ մարզիկների անուններ, ինչպիսիք են Խորհրդային միության եռակի չեմպիոն, Խորհրդային միության 30-ակի ռեկորդակիր, աշխարհի ռեկորդակիր Սերգո Համբարձումյանը, աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանը, ում հմահիճ ժպիտը առ այսօր հիշում են բոլոր երկրպագուները։ Աշխարհի եւ Խորհրդային միության ռեկորդակիր Ռուբեն Մանուկյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների կրկնակի արծաթե մեդալակիր, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հրում վարժություններում աշխարհի քառակի ռեկորդակիր Վարդան Միլիթոսյանը, Խորհրդային միության կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, Սեուլի 1988 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր եւ Բարսելոնի 1992 թվականի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, պոկում վարժությունների աշխարհի եռակի ռեկորդակիր Իսրայել Միլիթոսյանը, Խորհրդային միության քառակի չեմպիոն,
հրում վարժություններում և ընդհանուր հաշվարկում աշխարհի ռեկորդակիր Օքսեն Միրզոյան։ Երիտասարդների Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, 1980 թվականի Մոսկովյան Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, Խորհրդային Միության ժողովուրդների Սպարտակիադայի և Խորհրդային Միության չեմպիոն Յուրի Սարգսյանը։ Անհնար է բոլորին թվարկել։ Իդեպ ասեմ, որ ծանրորդներից շատերը ծնունդով գյումրեցիներ են։ Այսօր էլ ավանդույթները շարունակվում են։ Ահա ընդամենը մեկ անուն։ 2021 թվականի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, Եվրոպայի 2023 թվականի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի 2024 և 2025 թվականների չեմպիոն, 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վարազդատ Լալայան, 2001 թվականից աշխարհում անցկացվում են նաև կանանց ծանրամարտի առաջնություններ։ Կին ծանրորդները նույնպես քիչ չեն Հայաստանում, ինչպես երիտասարդների ու պատանիների, այնպես էլ արդեն փորձառու ծանրորդուների մեջ։ Եվրոպայի 2025 թվականի առաջնության փոխչեմպիոն Աննա Ամրոյան, Եվրոպայի առաջնության չեմպիոն, 2024 թվականի մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի 2023 թվականի պատանիների չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյան, ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մելինե Դալուզյան, Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Ռիփսիմե Խորշուդյան, 2023 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Տաթև Հակոբյան։ Պարաօլիմպիկ ծանրամարտում Հայաստանը ներկայացնող ծանրամարտիկ, բասկամարտիկ և լեռնադահուկորդ Գրետա Վարդանյան։ Նա 2005 թվականից համառորեն մասնակցելով միջազգային առաջնություններում քայլ առ քայլ մոտեցրեց իր հաղթանակը և 2022 թվականին Դուբայում անցկացվող պարածանրամարտի աշխարհի գավաթի առաջնությունում 55 կիլոգրամ քաշային կարգում հաջողությամբ ավարտեց բոլոր 3 փորձերը, բարձրացնելով 85, 90 և 93 կիլոգրամ քաշային ծանրաձողերը և նվաճեց չեմպիոնի կոչումը։ Նա ոսկե մեդալ է նվաճել նաև բարձրացրած քաշերի գումարային հաշվարկում։ Եվ վերջապես մեր այսօրվա հյուրը Նազիկ Ավդալյանը։ Сейчас есть два подхода у Назик Авдалян обойти Оксану Сливенко. Получится ли? Итак, 147 килограммов на штанге. Понятно, что в данном случае уже никаких 150 не нужно Назик Авдалян. Но посмотрим, насколько справедливо вот это правило тяжелой атлетики. Сработать на 6 подходов. И тогда все будет хорошо. Будет ли? Ой, толкает. Ой, толкает Назик Авдалян. 147 уже второй попыткой. Сегодня Назик Авдалян первая на чемпионате мира. И вот вам фляг назад, аж со шпагатом, пожалуйста. Շահերություն, սիրելի բարեկամներ, հարթակին Նազիկ Ավդալյանն է Հայաստան։ У Назик Авдалян, Назик Авдалян, Назик Авдалян, Նազիկ Ավդալյան, Назик Авдалян. Աշակերտները անչափ հետաքրքրությամբ էին լսում Նազիկին։ Հարցերը բազմաթիվ էին։ Զուգահեռներ էին տարվում իրական կյանքի և ֆիլմի միջև։ Մեկ դասաժամ տևած հանդիպումը եզրափակվեց Նազիկ Ավդալյանի մասին պատմող կարճ տեսահոլովակով։ Վնասվածքից հետո բժիշկներն ասեցին, որ այլևս չես կարողանա սպորտ վերադառնալ։ Նույնիսկ այդ խոսքերն ինձ համար այդքան ներական նշանակություն չուներ, որովհետև ես գիտեի, որ վերադառնալու եմ։
երիտասարդ, թարմ, հիմա 29 տարեկան է, լուրջ վնասվածքով, բայց ինչ մարտական կամք ունի, ինչ ոգի ունի եւ ինչ բնատուր ֆիզիկական տվյալներ։ Ուշադրություն, սիրելի բարեկամներ, ծանրաձողի քաշը 132 կիլոգրամ է, հարթակին Նազիկ Ավդալյանն է, Հայաստան։ Կանգնել Նազիկ, ապրեց, վերևում։ Նազիկ չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ապրեց, կեցես Նազիկ, այսպես են դառնում Եվրոպայի չեմպիոն, բրավո Նազիկ, երազանցելույթ և Նազիկ Ավդալյանը չակում է Եվրոպայի չեմպիոն, կեցես։ Ես իմ հաղթանակը այ հիմա իսկականից կարող եմ ասել իմ հաղթանակը նվիրում եմ Ղարաբաղում կռվող բոլոր տղեկին։ Մենք ձեզ հետ ենք, մենք ձեզանով ենք ուժեղ։ Վերջում Նազիկ Ավդալյանը դիմեց աշակերտներին։ Ինչ մասնագիտություն որ կընտրեք, միշտ հիշեք, արդյոք ձեր ընտրած մասնագիտությունը դուք ծառայեցնում եք ձեր երկրին։ Դա ամենակարևոր է, ինչ արժեք է ներկայացնում, ինչ արժեք կա դրա տակ, արդյոք կա արժեք, որովհետև դուք էլ դեռ շատ կհանդիպեք, կան մարդիկ, որոնց համար ամենակարևոր մեծ արժեքը փողն է։ Ոչ մեկից համար այդ գաղտնիք չի, այլ ոչ թե այն, թե ինչ կստեղծեն իրենք այդ գումարով, ինչ արժեք կստեղծեն դրանով, ինչ արժեք որտորում է ձեր արած գործը, նույններ դուք եք սիրելիներս, այնպես որ միշտ այնպես արեք, որ ձեր նպատակները, ձեր աշխատանքը ու դուք ծառայեք ձեր երկրին, ինչու ոչ նաև աշխարհին, որովհետև չէ, որ մեր շրջապատը մեր չի սահմանափակվում։ Կարող է Հայաստանում չլինի ձեր գործունեությունը, կարող է համաշխարհային է, ձեր մագարտակը համաշխարհային է։ Իսկ մենք ոնց մտածում ենք ու ինչքան լայն ենք մտածում, հենց այդ կողմեր գնում ենք։ Սիրում եմ ձեզ շատ, մեծ հաջողություններ եմ ցանկանում ձեզ կյանքում։ Իսկ սա վերջաբանի փոխարեն։ Հոկտեմբերի 7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կոնֆերանս սրահում տեղի ունեցավ հայ անվանի ծանրորդի Նազիկ Ավդալյանի հիմնած հայկական սպորտի զարգացման հիմնադրամի շնորհանդեսն ու անդրանիկ միջոցառումը։ Հիմնադրամը կոչված է ծառայել մատաղ սերնդի զարգացմանը, պատրաստել Հայաստանին վայել ապագա սպորտսմենների եւ չեմպիոնների։ Այս գործում Նազիկի կողքին կանգնած են ինչպես մի շարք գործարարներ, այնպես էլ պետությունը։ Նախատեսվում է կառուցել նաև սպորտի զարգացման կենտրոն, որը անվանվել է ՆԱՖ։ Մաղթում ենք քո նավին, Նազիկ ջան, բարի նավատություն եւ շնորհակալություն հետաքրքիր զրույցի։